Առաջինի եթում հարցազրույցն է։ Հաճախ չի պատահում, երբ փորձում ենք Հայաստանցուն համեմատել Սփյուռքում ապրող հայի հետ։ Հասկանալ այդ համեմատության նրբությունը, հասկանալ ինչն է նրանց ի վերջո զանազանում։ Խնդիրը հատկապես խոցելի է դառնում, երբ դիտարկվում է ընտանիքների միջև համեմատությունը։ Իմ զրուցակիցը ամերիկյան հոգեբանների ընկերության անդամ, հոգեբանության դոկտոր Գագիկ Մելքոնյանն է։ Բարի երեկո։ Հարգանքներս։ Ամերիկյան հոգեբանների ընկերություն ասվածը ամերիկացիներն էլ մեջն են, թե միայն հայ հոգեբաններն են։ Ոչ, դա համաշխարհային կառույց է, որտեղ ընդգրկվում են ըստ իրենց գիտական հետազոտությունների եւ ըստ իրենց հոգեբանության ոլորտում ակտիվության ամենատարբեր մայրցամաքներից հոգեբաններ եւ Ամերիկայի հոգեբանները նույնպես եւ մյուսները նույնպես։ Դուք տևական ժամանակ ինչ ապրում եք Միացյալ Նահանգներում։ Շատ են ասում, հայի համար կարևոր չի, որ երկրում է ապրում, որովհետև հայը մյուս ազգերից տարբերվում է նրանով, որ արագ ընտելանում է միջավայրին, արագ ընկալում է այդ միջավայրը եւ դառնում այդ երկրի քաղաքացի։ Կարող եք հաստատել ասված։ Գիտեք, մասամբ այո, բայց ըստ էության վտարանդին պանդուխտը եւ վտարանդու ու պանդուխտի հոգեվիճակը բավականին ծանր է եւ բավականին դժվար հաղթահարելի։ Այնպես որ ինչ որ չափով պիտի համաձայնեմ ձեզ հետ, քանի որ մենք ճկուն ենք, մենք ճկուն մտածողության տեր ժողովուրդ ենք, ճկուն մտածողության տեր էթնոս ենք, բայց եւ այնպես բարդույթի խնդիրը մնում է։ Բարդույթի խնդիրը մնում է։ Նույնիսկ հաջողության հասած անձիկ դրսում շատ հաճախ կարող են իրենց ներհոգեկան աշխարհում մտերիմները իհարկե դա բացահայտեն, ունենան լուրջ, ծանր ապրումներ։ Մենք աշխարհասփյուռ ազգ ենք։ Աշխարհասփյուռ լինելը հոգեբանական բարդույթ ենթադրում է։ Անկասկած։ Եվ այդ հոգեբանական բարդույթը երբեմն իջալս է աշխատում, քանի որ իմ ընկալմամբ կարծեք թե սփյուռքի պատկերի ընկալումը լիարժեք չէ Հայաստանի քաղաքացիների զգալի մեծամասնության մոտ։ Որն է հայաստանցու ձգտումը սփյուռք Հայաստանից դուրս։ Ինչն է հրապուրում հայաստանցուն։ Թողնենք հասկանալի բոլոր բաները, որ կա, գնում են լավ կյանքի փնտրտուքով, ասում են դրսում երջանկությունը սկուտերի վրա է դրված։ Հիմա իրականում ինչն է ձգում մեզ, ներսում մարդու ինչն է տանում դուրս։ Ըստ իմ դիտարկումների եւ ըստ իմ շուրջ 2 տասնամյակի փորձի անսովոր աշխարհի որոնումը եւ իր կայացման որոնումը ինչ որ մի դաշտում, որտեղ հնարավորությունները թվում են թե անսպառ են կամ մեծ են։ Իսկ իրականում այդպես չէ։ Իրականում այդպես չէ։ Դրսի աշխարհը Հայաստանից, մեր հայրենիքից դուրս իրականությունը բոլորովին էլ այնքան խաղաղ եւ այնչափ հանդարտ իրականություն չէ, որտեղ հայտնվող անձը ցանկացած մասնագիտության տեր կարող է կայանալ եւ զգալ իրեն երջանիկ։ Դուք շատ նուրբ դարձված շոշափեցիք, զգալ իրեն երջանիկ եւ ունենալ երջանկության ապրում։ Գիտեք, իմ համոզմամբ երջանկությունը սեփական անձի մեջ երջանկության մասին ունեցած պատկերացման հետևանք է։ Այսինքն, ըստիս յուրաքանչյուր մարդու երջանկություն հենված է նրա երջանկության մասին ունեցած պատկերացումների վրա։ Հիմա այդ երջանկության մասին պատկերացումը ներսում ապրողի թե դրսում ի վերջո ներքին վիճակի պրոյեկցիա է։ Ի վերջո ներքին դրության արտացոլում է։ Դուք հիշում եք, մենք մի ժամանակ շոշափեցինք այդ ցավոտ խնդիրը, դա խառնամուսնությունների խնդիրն էր, երբ հայաստանցին դուրս է ձգտում, քիչ է գնում է դուրս, նաև դրսում ամուսնանում է, ընտանիք է կազմում եւ նրա հետագա ճակատագիրը կարծես թե անորոշ է դառնում, նա ի վերջո ով է աշխարհիս վրա, հայ է մնալու, ով են լինելու նրա երեխաները։ Մենք այս խնդիրը մինչև երբ պիտի քաշտանք մեր ուսերին, այսպես։ Գիտեք, դրսում ընդմիշտ, քանի դրսի սփյուռքի երևույթը կա, ընդմիշտ։ Ինչու՞, որովհետև սերունդների տեղափոխության, այսինքն երբ տեղափոխվում է առաջի սերունդը, այնուհետև տեղափոխվելուց հետո ծնվում են սերունդներ, մյուս սփյուռքահայերը։ Այդ տեղափոխությունը երկրից սփյուռք դուրս եւ այնտեղ էլ սերունդների ծնվելը իր հետ բերում է ուծացում։
Այսինքն օտարանում է անձը եւ օտարանում է անձը սեփական ազգի էթնիկ զգացողության հոգեգան շերտից եւ մնում է շատ ավելի կայացման հարցը այդ միջավայրում, որտեղ նա է։ Դուք դա ընդհանրական եք ասում, թե կարևոր է, որ գաղթօջախում է այդ երևույթները տեղի ունենում։ Գիտեք, թերևս ամերիկյան համայնքը ասում են համեմատաբար կայուն է եւ այո, կարողանում են ավանդույթին տեր կանգնել դեռ իրեն։ Այո, բայց քանի սերունդ, ես իզուր չասացի սերունդների տեղափոխություն։ Երկրորդ սերունդը թերևս փոքրինչ, երրորդ սերնդի մասին արդեն պիտի կասկածենք, իսկ չորրորդ սերնդի պարագան Արարատն է, Մասիսարը, Բաղծառը եւ Աղավնին։ Լավագույն դեպքում մայր հայրենիք տեսլականը։ Հավատացեք ինձ, Սփյուռքը կարելի է եւ ես կարծում եմ, որ շատ լուրջ հնարավորություններ ունի եւ կարելի է Սփյուռքը այստեղ բերել եւ ոչ թե այստեղից գնալ Սփյուռք, ինչ նկատի ունեմ։ Այդ հենց ուծացումը փրկելու համար եւ այդ ուծացման դեմ կանգնելու համար առաջի սերնդի գնացածներին շատ լուրջ պոտենցիալ կա այնտեղ։ Կարելի է եւ տեսնում եմ, որ իրոք հնարավոր է դեռ բերել յետ։ Դրա համար ես ձեզ առաջարկում եմ շատ արագ կարող եք հարցումներ անել։ Դուք դեռ 1-2 օր ունեք Միացյալ Նահանգներ մեկնելով։ Հայաստանում են հարցրել, քանիսը կուզենային ընտանիք կազմել Հայաստանում եւ դրսում հարցրել, քանիսը կուզենային Հայաստանում ընտանիք կազմել։ Գիտեք, մասնավորապես Լոս Անջելեսում, որտեղ ես եմ բնակվում, մեծ ալիք կա եւ տղաների երիտասարդ շրջանում եւ աղջիկների ընտրել հարսնացու կամ փեսացու Հայաստանից եւ դա պատճառաբանվում է հետեւյալ ընկալ Հայաստանից, բայց ոչ Հայաստանում ապրել, բայց ոչ Հայաստանում։ Եվ այն է լինում եւ այն, բայց իհարկե հիմնականում դուք իրավացի եք ընտրել տեխնազու եւ տեղափոխել իրենց բնակավայր, այսինքն Լոս Անջելես։ Եվ գիտեք, սա հենց այն մաքուր ու առավելապես ջինջ նկարագրի համար ազգային, որի մասին դուք խոսեցիք, որը այստեղ անսահման պահպանված է համեմատ Սփյուռքի։ Եվ այդ նկարագիրը ձգտում է երիտասարդները ունենալ օջախ կազմելու իրենց ճանապարհին։ Բայց արդյոք այստեղ Հայաստանում ապրող անձիկ, հատկապես երիտասարդների մասին են խոսում, որտեղ մյուսները ավելի գիտակ են, ավելի ամուր աշխարհայացք ունեն, էրուդիցիա, արդյոք տեղյակ են Սփյուռքում ինչ է կատարվում, դրսում ինչ է։ Շատ հաճախ դրսի թվացյալ գրավչությունը դառնում է փորձանք ընտանիքների ճակատագրի, անձի ճակատագրի, այդ երջանկության նորից պատմում ենք դրա շուրջ։ Դրսում երջանկության որոնման մղումը դառնում է անձի ոչնչացում, ընդཐུպ մինչև ինքնասպանություն, հոգեգան, այսինքն կենթանի դիակվիճակ կամ ֆիզիկական։ Այնպես որ ըստ էության դուրսը այդ Սփյուռք կոչվածը ներսինն է, Հայաստանինն է, եւ Հայաստանը դժբախտաբար քիչ է դրսինը, բայց դրսինը հաստատ Հայաստանինն է։ Մասնագետների մոտ ընդունված կարծիք կա, որ հայի գենը ուժեղ է եւ այդ խառնամուսնություններում հայկական կողը ավելի զորեղ է դուրս գալիս եւ ընտանիքի ամրությունը ավելի թեքվում է դեպի հայկական գենը։ Սա ընդունենք որպես մասնագիտական կարծիք, թե մենք ինքներս մեզ սփոփանք սովորական։ Տեսեք, իմ ճակատագրի եւ կենսագրության բերումով հանդիպել եմ կենսափորձի նաեւ դրսում ապրող 3-4 սերնդի անձիկ, որոնք դեռ պահպանել են հայրենի իմացությունը տկար եւ գիտակցությունը հայ լինելու։ Հանդիպել եմ երկրորդ սերնդի անձ, որը խառնամուսնությունների մասն եմ խոսում, որը տխուր է ասել, բայց անգամ չի ուզում լսել անունը, ոչ հայի, ոչ Հայաստանի։ Ընդհանրացնել որևէ հաստատ նա ինչ որ տրավմա է ապրել։ Անշուշտ, խախտված անձ։ Անշուշտ խախտված նկատի ունեմ ինչ որ բան խախտվել է, ոչ թե անշուշտ կա մեր գենի հզորությունը, բայց միջավայրը շատ հաճախ միջավայրը այնպիսի կնիք է դնում, որ անձը ուղղակի ենթարկվում է միջավայրի բերած հոգեբանական եւ մյուս թելադրանքներին, քանի որ այդ միջավայրում պիտի կայանա, այդ միջավայրում նա պիտի դառնա մարդ, անձ, անհատականություն եւ ընդունում է։ Այսպեսով, եթե փորձենք համեմատել Հայաստանում ձևավորված ընտանիքը Սփյուռքում ձևավորված ընտանիքի հետ, տարբերակիչը ո՞րն է լինելու կոնկրետ։ Ավանդը այստեղ հզոր է։ Ավանդը եւ ավանդապաշտությունը։ Ավանդապաշտությունը ընտանիքի ամրության Այո,
ավանդապաշտությունը նկատի։ Այո։ Բայց այստեղ էլ քիչ չեն բաժանվում։ Բայց եւ տարբեր այնպես հիմքերի վրա։ Իրավացի եք, բայց եւ այնպես ելնելով տարբերակիչից, այսինքն ձեր բուն առաջին հարցից, հայաստանյան ընտանիքը անհամեմատ ամուր սյուների վրա է մի շարք պատճառներով, բայց թերևս առաջինը նա է, որ ընդհանրական բարոյական դաշտը հիվանդ չէ եւ բազմատար չէ։ Այսինքն այն բարոյականություն ասելով ես նկատի ունեմ արժեքային համակարգը, նկատի ունեմ ընդունված նորմերը, առաջնահերթությունները, կարևորությունները, այնուամենայնիվ Հայաստանի հայկական ծեսերին հետևելը, նաև դա որոնք դրսում կարծես թե չեն գործում այլ պապ-թոր հարաբերությունները, ուրիշ միասին ճաշելը, դուք շատ քիչ ընտանիքներ կտեսնեք դրսում, որոնք նախաճաշ կամ ընթրիք անում են միասին։ Դա վատ բան է, դա արդեն կորուսյալ ընտանիք է, եթե դրանք խախտված են։ Նշան է դա։ Դա ինչ որ բանի նշան է, որովհետև միանգամից քաղցկեղը ի հայտ չի գալիս։ Հոգեբանական երևույթները շատ են նման քաղցկեղին։ Չկան, որովհետև ցավ չունի։ Լավ, դուք բացառում եք, որ կարելի է եւ հայ մնալ եւ լինել աշխարհի քաղաքացի եւ Այո, բացառում եմ, որովհետև աշխարհի քաղաքացի գաղափարը դրսում ուրիշ կերպ է ընկալվում։ Դրսում աշխարհի քաղաքացի ընկալվում է որպես ես եկել եմ այստեղ, ես այստեղ պետք է կայանամ, իրականանամ, հաստատվեմ եւ իմ այդ ընթացքը պետք է ոչ մի կերպ չխախտվի։ Եվ շատ հաճախ էթնիկ առումով խախտվում է։ Ուրեմն էթնիկը դնում են մի կողմ, գերակշռող մեծամասնությունը եւ հատկապես երիտասարդները, եւ գնում են անձի կայացման ճանապարհով, անձի հաստատման, իրականությունը դիտում են որպես անձը հաստատելու դաշտ եւ այդտեղ էթնիկը խանգարում է դժբախտաբար։ Ձեր ասացում որքանով է որոշիչ սոցիալական վիճակը ընտանիքի։ Վիթխարի որոշիչ գործոն է եւ դա գործոն է եղել բոլոր հասարակական ֆորմացիաներում նախնադարյան համայնականից մինչ այսօր։ Ես հակված չեմ։ Ես Սփյուռքից հազվադեպ եմ լսում, որ ասում են լավ չեն ապրում, վատ են ապրում, հազիվ են ձգում, ծանր է սոցիալական վիճակը այնքան, որ նրանք կարող է անգամ ամուսնալուծվել։ Այդպիսի տեղեկություններ շատ հազվադեպ են գալիս Սփյուռքից։ Ուրեմն իրականությունը դա չէ։ Պարզապես կոնկրետ որոշակի ասեմ, ամերիկյան իրականության մեջ տրտնջալը համարվում է կործանված անձ լինելու պատկերի նախանշան, այսինքն թույլ տվեք այս բառը անգլերեն ասեմ loser, կորուսյալ, կորցված, եւ դրա համար չեն խոսում այդ մասին։ Դրա համար էլ գալիս են հոգեբանական ծառայության, օգտվում են եւ այնտեղ փորձում են իրենց այդ դժվար ապրելու խնդիրները եւ սոցիալապես եւ հոգեպես այստեղ հոգեբանական ծառայության մեջ գտնել։ Այնպես որ հասարակության մեջ ընդունված այդ նորմի պատճառով է որ չեք լսում, թե չէ իրականում այնտեղ կա դա։ Ձեզ շատ են դիմում հայ ընտանիքներ։ Իհարկե, շատ են դիմում, ես ունեմ։ Եվ ո՞րն է նրանց խնդիրը, հիմնական ինչը պիտի առանձնացնել դրան։ Ասեմ, առանց գնալու մանրամասների մեջ, որովհետեւ անթույլատրելի է դա, հիմնական խնդիրը ներընտանեկան համակեցության հարցերն են, լիդերության խնդիր, կոնֆլիկտների լուծում, ծնողներ զավակներ խնդիրներ, այս դաշտն է, որ եւ հենց հիմնական իմ ոլորտը, որտեղ ես իմ ծառայություններն եմ մատուցում, սա է։ Ուրեմն այսինքն ամուսիններից մեկը փորձում է պահել հայկականը, մյուսը առաջարկում է հրաժարվել, որովհետև աշխարհը այլ կանոններով է ապրում, այստեղ է առաջանում կոնֆլիկտ։ Դա էլ կա, բայց հիմնականում ով է առաջնորդը։ Ամուսինների մեջ այդ կոնֆլիկտը ես եմ թե դու ես։ Հետո գալիս է երեխան, իսկ այնտեղ շատ ընդգծված է ազատության, ինքնուրույնության գաղափարը, եւ երեխան է արդեն գալիս մեջտեղ եւ ընտանիքը դառնում է քիչ առաջ ես ինչպես ձեզ ասացի, այստեղ պահպանված է ավանդը, իսկ այնտեղ բազմակլուղ բուրգ է դառնում ընտանիքը, բազմակլուղ բուրգ, եւ այդ բազմակլուղ բուրգը սկսում է շատ դանդաղ փտել, որովհետեւ մեծ մասամբ, որովհետեւ ես հայ ընտանիքի մասն եմ խոսում, որովհետեւ երբ հստակեցված չէ տղամարդու եւ կնոջ փոխհարաբերությունները, երբ ավանդական իրավիճակով տղամարդու կերպարը, ոգին, այդ լավ հին բառ կա, նորից ցույց տվեք ասեմ, դուխը ճիշտ չի դրված, բնականաբար ընտանիքը լուրջ տատանումներ է ապրում։ Մի համեմատություն էլ անենք եւ ավարտենք։ Համեցեք։ Ինչու է Հայաստանում հայը ավելի դրսում ավելի շուտ, ավելի օրինավոր, ավելի օրինապաշտ, քան ներսում։
Շատ պարզ է։ Ասենք Երևանյան փողոցներում կտեսնես վարորդը կարող է իր ծխախոտը կամ ծխախոտատուփը պատուհանից մեքենայի դուրս շպրտի, բայց նույնը Լոս Անջելեսում նա երբեք իրեն թույլ չի տա։ Անում են, ուղղակի տուգանքը վիթխարի է։ Ասեմ, կոնկրետ այդ արարքի տուգանքը $1200 է։ Հիմա չէ, նաև ընդհանրացնելով։ Ընդհանրացնենք խորին հարգանքով։ Ուրեմն միջավայրը պարտադրում է, որովհետև այնպես է կառուցված հասարակությունը, այնպես է դրված, որ ցանկացած խախտում անպայման պատժվում է եւ պատժվում է գրպանով ու շատ բարձր գումարով։ Եվ անձը 1, 2, 3, 13 եւ արդեն ուզի թե չուզի սանձում է ինքն իրեն իր պիշտ անքաղաքավարի հակումները, որովհետև հացի փող չի ունենա։ Այնպես որ իրականությունը, իրադրությունը երկրի այնպես է դրված, որ վաղ թե ուշ ինչպես լաբիրինթոսում, այսինչ գնդակը գնում է եւ այնտեղ է ընկնում։ Տարբերակ չկա, որ նույն ընտանիքներում, տեսեք, հայկական Հայաստանում ընտանիքները այդքան էլ բծախնդիր չեն։ Ումն է ունեցվածքը, ամուսնունն է թե կնոջը, սեփականության իրավունքներ հաստատեցված չեն, բայց հաստատ դրսում այդպես չէ, նրանք հենց ամուսնության առաջին օրը երջանկության գագաթնակետին որոշում են ով ինչ ունի։ Ես ձեզ ավելին ասեմ, կա մի պայմանագրի տեսակ իրավական, երբ ամուսինները մեկը մյուսին առաջարկում է ամուսնանալուց առաջ Միացյալ Նահանգներում, որ հիմիկվանից պայմանավորվում ենք սիրելիս, որ այնինչ այս պահին ամեն մեկս ունենք, եթե մի օր ձախողվի եւ մենք ամուսնալուծվենք, ամեն մարդ մինչ ամուսնության օրը ունեցածը վերցնում է, մնացածն ենք կիսում։ Այսպիսի մի իրավական պայմանագիր կա։ Իսկ ինչ մնում է ներընտանեկան, ներհարազատական կապերին։ Գիտեք, իրոք, ճիգյարը, հոգին, սիրտը, այն ներքին պորտկումները անհամեմատ են Հայաստանում եւ տալին 1-2 անգամ ես այստեղ եմ իհարկե եւ հարազատներիս ընկերներից եւ այդ օծվելու, մեռոնոտվելու տեսանկյունից էլ եւ դրսում դրանք պակաս են, բայց նորից մենք ունենք մեր ընկերները, մենք ունենք մեր ընտանեկան բարեկամները եւ թե հայկական վայրերում, թե մեկս մյուսի ստանը փորձում ենք այդ հոգեպարար, հոգեշաղախ վիճակը ստեղծել։ Համենայնպես առաջի սերունդը դա է, թե մեր երեխաները ինչ են լինելու, Աստված գիտե։ Այդ դեպքում ինչը պիտի աչքի առաջ ունենալ այս օրերին, որն է, ինչից պիտի շատ ավելի վախենալ։ Սփյուռքը պետք է ճանաչի Հայաստանը եւ Հայաստանի քաղաքացին պետք է ճանաչի Սփյուռքը իր իրական դեմքով, ոչ թե բացիկներով կամ եթե դուք հիշում եք տասնամյակներ առաջ ուրիշի ավտոմեքենայի մոտ լուսանկարվում էին եւ ուղարկում էին թե իմն է։ Գիտեք, այս վիճակը պետք է դուրս գա, մենք հզոր ուժ ունենք դրսում։ Արդեն նույնը այստեղից կարելի է անել։ Ուրեմն փոխվեց Բենթլիի կողք նկարվես եւ ուղարկես Միացյալ Նահանգներ։ Ճանաչենք միմյանց, այո, ճանաչենք թե ինչ ենք, այնտեղ հզոր ուժ կա, այստեղ հզոր ուժ կա։ Մենք իրոք կարող ենք շատ լուրջ նվաճումներ ունենալ իմանալով ով է, որտեղ ինչ է տիրում։ Շնորհակալություն։ Հարգանքով։ Եվ բարի ճանապարհ։ Շնորհակալություն։ Մնաք բարով։ Այսպեսին էր այսօր հարցազրույցի իմ զրուցակիցը ամերիկյան հոգեբանների ընկերության անդամ հոգեբանության դոկտոր Գագիկ Մելքոնյանը։